Տեքսինականոց բնակարանը երբ եք ստացել։ 10 թվականի, 2010 թվականի մայիսին ենք ստացել։ Մայիսին։ Շահարը ճանաչվել էր։ Մայրս ստացավ, ասեմ նախապես, որ մայրս հրաշարժից հետո հորս հետ ես բերել եմ ինձ մոտ, որտեղ փոքր եղբայրս մահացել էր 26 տարեկան ծնողներից։ Ձեր մոտ որտեղ քնեք։ Բանը բերել էի տնակ։ Ձեր մայրը երբ անց է ապրեց այս տնակում։ Ապրել է բանից երկրաշարժից անմիջապես հետո 45 տարի աշխատել եմ որպես մանկավար, Հայաստանի եւ գրականության մասն գիտեմ։ Հա, հիմա քանի որ միայն Շահարու էին ճանաչեցեր մորը, հա։ Մորս ճանաչեցին, հետո ինձ եղավ որ վանջան, ես ուզում Չէ, հասցրեցիք սեփականաշինը։ Հասցրեցի, ինչ ձևով չհասցրեցի։ Նախ մայրս արդեն պարգած էր, գիտակցությունը համարյա չկար, ինքը ծանր վիճակում էր մայրս։ Ես իրեն մենակ չէի կարող թողնել, այս թողնիկից կանչեցի ինձ մոտ, որ իրար հետ խնամենք մորս։ Ընդեղից տեղափոխվեցինք ստեղ մայրս որևէ գիտակից վիճակում այս տունը ստացել էր։ Մայրդ ապրավ ես նոր տանը։ Այս մի տարի ապրավ ընտանը։ Մի տարվա մեջ հասցրիք սեփականաշինը։ Գիտեք ինչու չհասցրեցինք, որտեղ մամայի խնամքը շատ ծանր էր, հետո այդ 2011-ին արդեն որ թիվը փոխվեց։ Եղբորս 40 տարեկան տղա մահացավ։ Եղբայրս այս մուշի դպրոցում մնաց բանի երկաթների տակը։ Կրանից իր ինքը մոնտաժնիկ էր։ Բանի կրանից թափվեցին բաները, երկաթները վրան, ընկերոջը փրկելու ժամանակ հայել էր ընկերոջենքում ինքը մնաց տակը։ Տիկին հացի, ճիշտ հասկացա ես, դուք ձեր մայրը, դուք խնամել եք ձեր մորը, ձեր բնակարան է ստացել, մեքսենականոց մուշի բնակարանը, չեք հասցրել մի տար, բայց տնակը քանդե հանձնել եք պետությանը։ Տնակը քանդե հանձնել եմ, շուտ է վաղուց այդ տնակը քանդած։ Մի տեղը պատկերացրեք ուրիշները բան են արել, փագել են, որտեղ դիտում սարքեն ինչ պետք է անեն։ Այդ տնակը վաղուց քանդված վիճակում է։ Հիմա պետությունը ասում է բնակարանը հետ տվեք, որովհետև Շահարուն մահացել է։ Ճիշտ հասկացա ես։ Դեռ չեն պարտադրել ազատ է։ Դեռ չեն դադարել։ Դադարի փետրվարի 5-ին կայանա։ Հիմա այս բնակարանում ապրում եք դուք։ Ես եմ ապրում այդ թորնույս, որը ամուսնալուծված էինք այս երեխի հետ, իրեկով ենք ապրում մենք, իրեկս ենք, ու հենց սկզբանը է, արդեն 4 տարին է մենք ստեղ ենք ապրում։ Իսկ եթե լավ, երկու ցանկած ասված չան է, ասենք պետությունը այն ամենը դադաշահել է, այսինքն փոշմանել է, որ բնակարան է տվել, դուք էլ լավ չէ կարևոր ցեքսիկել եք այդ բանը, հասկանում եմ անողնային հիվանդ եղեց իր մայրը, բայց շուտ չէ, բայց նոտարիս մարտիկ բերեք, սեփականաշնորհեք։ Ամեն դեպքում, որովհետև քան դեռ չի սեփականաշնորհվել, հիմա օրենք է, ժառանգություն չի ճանաչվում։ Բայց շատ միամիտ մարդ եմ ես, չափից ավելի։ Հիմա ինչ եք անել, լավ, եթե երեխին կոնեք անցել։ Սեփականաշնորհեք արդեն, եթե հեչ մարդը չկայացեք, սեփականաշնորհեք, ժառանգություն կհասներ։ Իհարկե։ Լավ, եթե հանկարծ այնուամենայնիվ ես ստիպել ազատել այս բնակարանը, պատճառաբանելով, որ Շահարուն ձեր մայրը ու դուք խնամել եք եւ միասին ապրել եք, մահացել եք։ 21 տարի։ 21 տարի։ Ուր եք գնալու, ինչ եք անելու։ Փողոցում եմ մնալու, ինչ եմ անելու։ Գնամ, ես հələ գնամ, ուր գնամ։ Ես գնամ հələ, մեկերում ես երեխեքին ինչ անեմ ես։ Այս բանը ոչ երեխին ինչ անեմ, որը ծնվել է մեր տան մեջ, 7 ամսական հղիթուս են արել, մնացել է երեխես ծնվել է այստեղ, ես պահել եմ այս երեխուն մինչև հիմա այդ երեխին։ Ու դեշտ այդ երեխին։